հիմա պատկերացնել, որ հոգևորականը, որ պիտի այդ առաքելությունը իրականացնի իր արտաքինով, իր գործառույթներով, իր առօրյայով նման լինի բանակում սպասավորող, բանակում ծառայություն իրականացնող համընդհանուր անձնակազմին մի տեսակ չի տեղավորվում նաև հոգևորականի առաքելության սահմանների մեջ։ Այո, մենք երբ որ գնացել ենք թեկուզ հենց մեր գնդերեսները մարտի դաշտ, այնտեղ համազգեստով եղել ենք։ Ես էլ համազգեստ կրել եմ, որովհետև դիրքեր այցելելուց կամ ասենք զորավարժություններին մասնակցելուց, այո, հարմար է զինվորական համազգեստով, բայց դրանք եզակի դեպքեր են։ Չի կարող եկեղեցականը կտրված լինել իր մորից, իր արմատից, որ է հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Իսկ նոր ձևաչափը, որ առաջարկվում է հոգևոր ծառայության համար, հոգևոր սպասավորին անմիջական ենթակայության տակ է դնում զինվորական որևէ մարմնի եւ այդ ենթակայությունը ենթադրում է նաեւ նրա առաքելության որոշակի սահմանափակումներ, որ մենք անում ենք շատ բաներ, կարծում եմ, թե այս նոր ձևաչափի մեջ պիտի արդեն չլինեն կամ հնարավոր չլինի իրագործել հոգևորականի գնդերեցի կողմից։ Ուրեմն թե այս առումով կարծում եմ անհամատեղելի է զինվորական համազգեստով եւ զինվորական կացությամբ, զինվորական առօրյայով, զինվորական պարտականություններով նույնը իրագործել որպես հոգևոր սպասավոր կամ գնդերեց